Բարև ձեզ, Շամ Գյումրիի եթերում լրատվության ժամ է, այսօր փետրվարի 9-ն է, երկուշաբթի։ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը քիչ առաջ ժամանեց Հայաստան։ Այսօր երեկոյան տեղի կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Միացյալ Նահանգների փոխնախագահի հետ, որից հետո նրանք հանդես կգան հայտարարություններով։ Ջեյ Դի Վենսի այցի օրակարգում են դեռ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Երևանի հետ ստորագրած փոխհմբռնման 3 հուշագրերի կյանքի կոչման հարցերը, թրիփ նախագծից մինչև էներգետիկ գործակցության համաձայնագիր ու կիսահաղորդիչների ոլորտում գործընկերություն։ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները փոխնախագահ Վենսի տարածաշրջան կատարելիք այցից հետո կմեկնեն Միացյալ Նահանգներ մասնակցելու Դոնալդ Թրամփի խաղաղության խորհրդի գագաթնաժողովին, հաղորդում է Վաշինգտոնում Ազատության թղթակիցը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Facebook-ի իր էջում հայտնել է, որ Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետի Հայաստան այցի շրջանակում նրան են ներկայացվել Հայաստանի եւ Հնդկաստանի արտադրության սպառազինության նմուշները։ Գրառմանեկից պաշտպանության նախարարը տեսանյութ է հրապարակել։ Պատմություն այն մասին, թե ինչպես պետք չէր վարվել։ Վերտառությամբ Facebook-յան իր էջում մի տեսանյութ է հրապարակել վարչապետ Փաշինյանը, որտեղ պատմում է իր հին ծանոթներից մեկի մասին, ով չի կարողացել օգտվել առողջապահության համընդհանուր համակարգից, քանի որ գրանցված աշխատավարձը չի բավարարել համակարգի շահառու դառնալու համար։ Ծանոթս, որը մատուցող է աշխատում, հիշեցնեմ, Երևանի կենտրոնի սրճարաններից մեկում շահառու չէ, որովհետև նրա աշխատավարձը 80,000 դրամ է։ Ես երաշխավորում եմ, որ եթե աշխատավարձը իմ ծանոթի լիներ 80,000 դրամ, նա երբեք այդ սրճարանում չէր աշխատի։ Դա բացառված է ուղղակի։ Բայց ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրեմ, որ այդ ստվերի պատճառով ըստ էության մարդը մի X պահի հայտնվել է ծանր ֆինանսական դրության մեջ, մինչդեռ եթե նրա իրական աշխատավարձը ֆիքսված լիներ, նա կլիներ առողջության ապահովագրության շահառու եւ այդ խնդիրների 97-98, չեմ ուզում ասեմ 100%-ը չեր ունենա։ Ես ինչի համար եմ ասում, նախ ուզում եմ դիմեմ մեր բոլոր Երևանի կենտրոնում եւ ընդհանրապես աշխատող մեր հարգելի մատուցողներին, որ իրենց գործատուներին կոչ անեն եւ հասնեն նրան, որ իրենց եկամուտները հստակ ֆիքսվեն, որովհետև դրանով իրենք դառնում են առողջության ապահովագրության շահառու, դրանով իրենք նաև եկամտային հարկի վերադարձի տարբեր ծրագրերից օգտվելու հնարավորություն կստանան, մինչդեռ այդ հնարավորությունը այսօր ընդհանրապես չունեն։ Եվ ընդհանրապես բոլոր այն դեպքերում, երբ որ միտումը այն է, որ այ հարկ չտանք, որպեսզի լավ լինի, ընդհակառակը հարկ վճարելու արդյունքում մարդկանց բարեկեցության հնարավորությունները լավանում են եւ չեն նվազում։ Ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրացման ուղղված օրենսդրական նախաձեռնությանը, թե ինչ փոփոխություններ են սպասվում, ներկայացրել է նախարար Արսեն Թորոսյանը։ Առաջինը հնարավորություն ենք տալիս աջակցող միջոցների տրամադրման գործընթացում ներգրավել նաև ոչ պետական կազմակերպություններին, գործող օրենքով դա հնարավոր է անել միայն պետության կողմից։ Նպատակը այն է, որ մենք արդեն իսկ ունենք կազմակերպություններ եւ դրա վառօրինակն է Զինապահ հիմնադրամը, ովքեր պատրաստ են իրենց վրա վերցնել աջակցող միջոցների տրամադրման մասով որոշակի բեռ եւ խոսքը
44-օրյա պատերազմի մասնակիցների, հատկապես վերջույթների պրոթեզների տրամադրմանն է վերաբերում, բայց մենք օրենքով չենք կարող դա անել եւ պետք է խնդրեմ թույլ տալ, որպեսզի այդ հնարավորություն լինի եւ խոսքը այս պահին մեկ օրինակի մասն է, բայց հետագայում նաեւ հնարավոր լինել նաեւ այլ օրինակներ եւ կարծում եմ, որ այդ հնարավորությունը պետք է ունենանք։ Հաջորդ փոփոխությունը, որը առաջարկում ենք Աշխարհամանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքում, դա անկախ կյանքի կենտրոն հասկացության ներմուծումն է, որովհետև մենք հիմա արդեն իսկ պետական բյուջեի միջոցներով մի նման կենտրոն կառուցում ենք, որը հույս ունենք, որ որպես օրինակ նաև կծառայի ապագայում ոչ միայն պետական բյուջեի միջոցների հաշվի նմանատիպ կենտրոններ ունենալու, ինչպես նաև քննարկվելու այս կենտրոնի իսկ շահագործման հնարավորությունը տալ ոչ պետական կազմակերպություններին եւ կարիք ունենք հստակեցնելու, թե ինչ է դա, ինչպես նաև անհրաժեշտություն ունենք լիազորող նորմի, որպեսզի գրենք կարգերը եւ պայմանները, թե ինչպես է աշխատելու անկախ կյանքի կենտրոնը, մենք հանձնաժողովի գործընկերների հետ դրա մասին քննարկում ունեցել ենք եւ եղել են առաջարկներ, որոնք ընդունվել են, բայց եթե նորից կլինեն, պատրաստ ենք քննարկել եւ նաեւ առաջինից երկրորդ ընթերցում էլ դրանք նայել։ Մյուս փոփոխությունը, որ առաջարկում ենք, դա անձնական օգնականի ծառայությունների մատուցման գործընթացին է վերաբերում, առաջարկում ենք այդ պայմանագիրը դարձնել եռակողմ, որտեղ այսօր այն փաստացի երկկողմ է եւ երկու երկկողմ պայմանագիր է, այսինքն հաշմանդամություն ունեցող անձի, ով օգտվում է այդ ծառայություններից, անձնական օգնականի, ով մատուցում է այդ ծառայությունները եւ հետագայում նաեւ անձնական օգնականի եւ միասնական սոցիալական ծառայության առաջարկում ենք գործընթացը հեշտացնելու համար այն դարձնել միանգամից եռակողմ եւ մեկ պայմանագրով, որոշակի փոփոխություններ ենք իհարկե նաեւ նախատեսում անձի ֆունկցիոնալության գնահատման մասին օրենքում, որի հիմնական իմաստը ավելորդ վարչարարությունը հանելն է, երբ անձի ֆունկցիոնալության գնահատումից հետո ծառայությունների ծրագրում մենք փոփոխությունների կարիք ենք ուզենալու տեսնել, ծածում, որպեսզի դրա համար նորից անձի ֆունկցիոնալության գնահատում չիրականացվի, այսինքն չստիպենք դրա մեջ հնարավորություն ունենանք փոփոխություններ իրականացնել, որտեղ այդ անհատական ծրագրում կարող են այլ հանգամանքների բերումով անհրաժեշտություն առաջանա ծառայություններ ավելացնել կամ հիմնականում ավելացնել կամ օրինակ աջակցող միջոցներ փոխել։ Սուբվենցիոն ծրագրերը ներկայացնելու ժամկետները փոխել է կառավարությունը։ Մինչ այդ համայնքները հայտերը երկու փուլով հանձնելու ընթացքում առաջ եկած անճշտությունները վերացնելու հնարավորություն ունեին։ Հիմա ժամկետները երկարացվել են, բացառելով փուլային տարբերակը։ Սահմանված վերջնաժամկետը մարտի 1-ն է։ Այս պահին Շիրակի մարզից ոչ մի համայնք սուբվենցիոն ամբողջական փաթեթ չի ներկայացրել մարզպետի աշխատակազմը։ Գյումրի քաղաքն ու մյուս 5 համայնքներն ամբողջությամբ պատրաստ սուբվենցիոն փաթեթներ դեռ չունեն։ Նախագծային փաստաթղթերի կազմումը մեծ խնդիր է դարձել բոլոր համայնքների համար։ Նախագծողների պակասը խանգարում է։ Որտեղ գիտենք, որ մեր հիմնական խնդիրը մինչ այժմ եղել է նախագծային փաստաթղթերը։ Այսինքն չունենք համապատասխան ոլորտային մասնագետներ բավարար քանակով, որպեսզի ժամանակին կարողանան ներկայացնել։ Նախագծային աշխատանքների հետ ընկնելը համայնքներին կարող է սուբվենցիոն հայտերը ներկայացնելու սահմանված ժամկետից ուշացնել։ Խնդիրը միայն Շիրակի մարզով չի սահմանափակվում։ Նախագծային բարդություններն են պատճառը, թե համայնքային կառավարողներն են տեղում թերացել։ Դիտարկումները թողնված է մարզպետարաններին։ Ծրագրերը 113 ենթածրագրեր են ներկայացվում, դուք պատկերացրեք ինչ ահռելի աշխատանք է, եւ այդ պատճառով կարող է պետությունը մշտապես հնարավորություն է տվել, եթե տվյալ հետաձգումը իրականում պայմանավորված է ոչ թե համայնքի թերի աշխատանքի արդյունքով, այլ նախագծային բարդություններից կամ ենթադրենք այլ առաջադրանքներից, կարող հնարավորություն եւս տա հետաձգման ավելի ուշ ներկայացման, որտեղ կարգում նաև նման կետ է նախատեսված, տվյալ ժամկետը տված է, բայց կառավարության որոշումով այդ ժամկետը կարող է երկարացվի կախված իրավիճակից։ Այս տարվա առաջարկություններում համեմատաբար մեծ ծավալի համարվում են Գյումրիից սպասվող 3 հայտերը։
Խոսքը Ճերմակ հիվանդանոցի շենքի վերականգնման մասին է ոչ որպես առողջապահական, այլ հասարակական մշակութային նշանակության կառույցի։ Կումայրի արգելոցին պատկանող շինության վերականգնման նախագիծ կազմելու մեկ մրցույթ ձախողվել էր մասնակից չլինելու պատճառով։ Երկրորդ մրցույթով նախագծող գտել են, բայց դեռ աշխատանքներ չեն սկսել, նոր են պայմանագիր կնքելու։ Պետք է իրենք արագ գործընթացը կազմակերպեն, որ կարողանան ժամանակին հասցնեն տեղավորվել ժամկետների մեջ։ Հակառակ բaragայում ծրագիրը կարող է դուրս մնալ իր տրամաբանությունից եւ ինքը դիտարկվի արդեն ոչ թե 26 թվականին իրականացված ծրագրերի, այլ 27 թվականի համար։ Շատ բարդ կառույց է միջայլոց, մանավանդ որ պատմամշակութային է, այնտեղ շատ կարևոր հարցեր կան, ժամանակի մեջ կարող է տեղավորվեն, երկար ժամանակ է խլելու այն մեզանից նախագծային աշխատանքների, բայց մենք կուզենանք, որ 26 թվականին նախագիծը պատրաստ լինի։ Պատմամշակութային շենքի համար նախագիծ կազմելը բարդ է, մի քանի օրվա հասցնելու գործ չէ։ Սա հաշվի առնելով մարզպետարանի պատասխանատուն հնարավոր է համարում, որ պատրաստ են միջնորդություն ներկայացնել սուբվենցիոն հայտի ժամկետները փոփոխելու հարցում։ Այդ պարագայում, եթե իրենք ուղղակի կարողանան հասնել նախագիծը գոնե, այսպես ասած, այն հիմնական բաղադրիչային մասերով ներկայացնեն, մենք առաջարկություն կներկայացնենք տվյալ բարդության հետ կապված, քանի որ ինքը Կումայրի արգելոցի տարածքում է գտնվում եւ իր ընթացակարգերը, քանի որ ավելի բարդ են ժամկետներ են պահանջվում, կառավարությունը ինձ թվում է ինքը ժամկետները կարող է այդ պարագայում եւս երկարացնել, բայց դա պետք է լինի ողջամիտ, ոչ արհեստական։ Գործընթացը համեմատաբար արագ է գնում մեկ այլ 1 միլիարդ դրամ արժողության սոցիալական բնակարանաշինության ծրագրում։ Գյումրիում 5 հարկանի բազմաբնակարան 4 շենք կառուցելու նախագիծն ընթացքի մեջ է, տարածք հատկացվել է։ Եթե հաստատվի ծրագիրը 4 շենք է կառուցվելու բուլվարային թաղամասի 9 հարկանի շենքերի հարևանությամբ։ 2 տարում 100 բնակարան են խոստանում սոցիալական կարգավիճակներ ունեցող ընտանիքներին։ Մրցույթը հայտարարվել է, արդեն հաշվառ կազմակերպությունը կա եւ մինչեւ փետրվար 15-ը տալու են նախագիծ, որպեսզի մենք մինչեւ մարտի 1-ը ներկայացնենք մարզպետարան ամբողջությամբ փաթեթ սուբվենցիա։ Գյումրիի մյուս ակնկալվող ծրագիրը 2026-ի համար 21 փողոցների նորոգումն է։ Քաղաքի ամբողջական փաթեթը 3 ծրագրով մոտ 4.5 միլիարդ դրամի է հասնում։ Իսկ ընդհանուր մարզի մոտավոր դեռ անպատրաստ սուբվենցիոն փաթեթը նախնական հաշվարկներով 7 միլիարդ դրամի է հասնելու։ Այս տարվանից շենքերի տանիքների վերանորոգման, էներգախնայողության, տեխնիկա, մեքենասարքավորումների ձեռքբերման սուբվենցիոն ծրագրեր չեն լինելու։ Համայնքներն այդ նպատակին դոտացիոն գումարներն են ծախսելու։ Մարինե Տերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Իրանի խորհրդարանը այսօր դռնփակ ձևաչափով կքննարկի Միացյալ Նահանգների հետ բանակցությունները։ Նախատեսվում է, որ հանդիպմանը կմասնակցի նաև Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ խորհրդարանի անդամները նախատեսում են արտահայտել իրենց կարծիքը բանակցությունների վերաբերյալ, իսկ արտաքին գործերի նախարարը զեկույց կներկայացնի խորհրդարանին։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև Օմանում կայացած միջուկային բանակցությունները առաջընթաց քայլ են, վերահաստատելով, որ երկխոսությունը մնում է Թեհրանի հետևողական ռազմավարությունը, վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու համար։ Երկխոսությունը միշտ եղել է մեր ռազմավարությունը խնդիրների խաղաղ կարգավորման համար։ Միջուկային հարցերում մեր տրամաբանությունը հիմնված է միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրում ամրագրված իրավունքների վրա։ Իրանի ժողովուրդը միշտ հարգանքով է արձագանքել հարգանքին, բայց չի հանդուրժի ուժի լեզուն։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին էլ Վաշինգտոնի հետ բանակցություններում բացառել է Թեհրանի կողմից ուրանի հարստացման ծրագրից հրաժարվելու հնարավորությունը, պնդելով, որ Թեհրանը չի վախենա Միացյալ Նահանգների հետ պատերազմի սպառնալիքից։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն չորեքշաբթի օրը Վաշինգտոնում կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկելու Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցությունները, հայտնել է նրա գրասենյակը։ Թրամփը բանակցությունները որակել է շատ լավ։ Իսրայելի անվտանգության հարցերով նախարարների կաբինետը երեկ հաստատել է մի շարք քայլեր, որոնք կհեշտացնեն արևմտյան ափի վերաբնակիչների համար հող գնելը, ինչպես նաև Իսրայելի իշխանություններին ավելի լայն վերահսկողության եւ հարկադիր կիրառման լիազորություններ կտան պաղեստինցիների նկատմամբ, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները։ Արևմտյան ափնային տարածքներից մեկն է, որտեղ պաղեստինցիները ձգտում են
ապագայում անկախ պետություն ստեղծել։ Դրա մեծ մասը գտնվում է իսրայելցի զինվորականների վերահսկողության տակ։ Իսրայելական լրատվական կայքերը հայտնում են, որ այդ միջոցները ներառում են տասնամյակներ շարունակ գործող կանոնակարգերի վերացում, որոնք թույլ չէին տալիս հրեաներին հող գնել Արևմտյան ափին։ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հայտարարել է, որ նոր միջոցառումները վտանգավոր են, անօրինական եւ դե ֆակտո հավասարազոր են անեքսիայի։ Իդեպ այս նոր միջոցառումները ձեռնարկվում են վարչապետ Բենյամին Նեթանյահուի Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ նախատեսված հանդիպումից 3 օր առաջ։ Աբասը միջամտելու կոչ է արել Թրամփին ու ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին։ Եվրոպայի հնարավոր հարձակման դեպքում Մոսկվան կպատասխանի առկա բոլոր միջոցներով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Եթե հանկարծ Եվրոպան մեր դեմ պատերազմի պատրաստվելու իր սպառնալիքներն իրականացնի եւ սկսի հարձակվել Ռուսաստանի Դաշնության վրա, նախագահն ասել է, դա մեր կողմից հատուկ ռազմական գործողություն չի լինի, դա կլինի լիարժեք ռազմական պատասխան մեր ունեցած բոլոր միջոցներով։ Ճապոնիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի արտահերտ ընտրություններում հաղթել է իշխող լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը վարչապետ Սանաե Տակայիչիի գլխավորությամբ։ Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը խորհրդարանում ստացել է 316 տեղ 465-ից, ինչը օրենսդիրի պատմության մեջ լավագույն արդյունքն է, ինչպես նաև մեծ հաղթանակ 64-ամյա Տակայիչիի համար։ Ընտրություններին մասնակցել է 1284 թեկնածու։ Տակայիչին Ճապոնիայի վարչապետ է նշանակվել 2025 թվականի հոկտեմբերին։ Սոցիալիստական կուսակցությունից թեկնածու Անտոնիո Ժոզե Սեգուրուն հաղթել է Պորտուգալիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։ ՔՎՆ-ից ավելի քան նա ստացել է 66.14 ձայն։ Սեգուրոյի մրցակիցը ծայրահեղ աջ Չեգա կուսակցության թեկնածու Անրե Վենտուրան ստացել է ընտրողների ձայների 33.86%-ը։ Պորտուգալիայի աջ կենտրոնամետ կառավարության ղեկավար Լուիշ Մոնտենեգրոն արդեն հայտարարել է, որ պատրաստ է Սեգուրոյի հետ դրական եւ կառուցողական համագործակցության։ Լուսնի վրա առաջին ինքնազարգացող քաղաքը կարող է հայտնվել առաջիկա 10 տարում, հայտարարել է SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկը։ Նա նշել է, որ Մարսի վրա քաղաք կառուցելու նմանատիպ նախագիծը կպահանջի ավելի քան 20 տարի։ Առաջնահերթությունների փոփոխության հիմնական պատճառը Լուսնի լոգիստիկ մատչելիությունն է։ Ըստ Մասկի դեպի երկիր արբանյակ արձակելու պատուհանները բացվում են յուրաքանչյուր 10 օրը մեկ, իսկ թռիչքն ինքնին տևում է ընդամենը 2 օր։ Մինչդեռ տիեզերանավը Մարս արձակելու համար պայմաններ են առաջանում միայն 26 ամիսը մեկ անգամ, իսկ ճանապարհորդությունը կտևի մոտ 6 ամիս։ Ընկերությունը հետաձգել է 2026 թվականի նախատեսված առաքելությունը դեպի Մարս եւ կենտրոնացել է ՆԱՍԱ-ի լուսնային ծրագրի իրականացման վրա։ Ալլա Ղալաչյան, Հորիզոն։ Այժմ լրահոսը եւս սպառված է, նորությունների սպասեք մեր հաջորդ թողարկումներում։